Պարոն Սուրենյանց, ընտրություններին մոտ 4 ամիս ժամանակ է մնացել, կխնդրեմ այս պահին եղած իրավիճակը գնահատեք, ինչպիսի այսպես բևեռներ կարող են ձևավորվել, առաջարկ կա, օրինակ երկրորդ նախագահն ասում էր 3-4 խոշոր բևեռ ձևավորվի եւ այդպես գնան ընտրությունների, այլ առաջարկներ էլ կան, օրինակ կոմիտե ստեղծելու, ինչ տպավորություն ունեք այս պահին։ Գիտեք, այն ինչ որ երկրորդ նախագահը ասում էր, ես ավելի վաղ եմ ասել, որ 3-4 կոնսոլիդացիոն կենտրոններ են ձևավորվելու ընդդիմադիր դաշտում, որոնք շատ ակտիվ դերակատարություն են ունենալու ընտրական գործընթացում, դրանք նույնիսկ տեսանելի են 3-4 կենտրոնները։ Մնացած գաղափարները ուշացած եմ համարում կամ ուտոպիստական, երբ որ ընտրություններին 4 ամիս է մնում, էլ իշ կոմիտե։ Այսինքն դասական գործիքներ կիրառելու ժամանակ է, կոնսոլիդացիոն կենտրոններ, խոշորացում, դաշինքներ, չգիտեմ, այս կարգի, ինչ-որ քաղաքականությունից մեզ հայտնի է։ Այդ կոմիտե բան պետք է ավելի վաղուց ձևավորված լիներ, որ ինչ-որ պրոցեսներ գնան եւ այլն։ Ուտոպիստական եմ համարում միասնական ցուցակի մասին խոսակցությունները, որտեղ ընդդիմությունը ի տարբերություն իշխանության միասնական վերտիկալ կամ բուրգ չի, որ բոլոր սեգմենտները կարողանան այդպես մեկ ցուցակի կամ մեկ դրոշի տակ հավաքվել։ Հետևաբար 3-4 կոնսոլիդացիոն կենտրոններ կձևավորվեն, որոնք առանցքային դերակատարություն կունենան դիմադիր սեգմենտում։ Որ շրջանակներին եք տեսնում այսպես համախմբող կենտրոններ։ Դե արդեն այդ բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր սեգմենտում առաջատարներ են Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող սեգմենտները, Ռոբերտ Քոչյանի շուրջ ձևավորվող սեգմենտը, Հանրապետականը դեր դիրքորոշում չունի, որոշակի քաղաքական կշիռ եւ հանրային վստահություն ունի ԴՕԿ կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյան, այսինքն սոցիոլոգիական ցանկացած հարցում վերցրեք, առաջի 4-5 հորիզոնականները բոլորի համար էլ պարզ են։ Եվ երկրորդ նախագահը երկրորդ փուլի մասին էր խոսում ընտրությունների։ Նախ դուք ինչ եք կարծում ընտրությունների արդյունքները, հա, մասնակցությունը նախ քաղաքացիների ու նաև այդ ինչ են նշանակում երկրորդ փուլի։ Ես երկրորդ փուլին չեմ հավատում։ Կամ ընտրողները պասիվ կլինեն, ինչին ձգտում է Նիկոլ Փաշինյանը, եւ այս իշխանությունը կկարողանա հանրային վստահություն չունենալով վերարտադրվել հայտնի տեխնոլոգիաների կիրառմամբ, կամ մենք կարողանանք սուբյեկտ դարձնել հասարակությանը, կլինի ակտիվ մասնակցություն 1.3 միլիոն 1.4 միլիոն եւ պարտություն կգրի իշխանությունը։ Այսինքն երկրորդ փուլի մեծ հավանականություն ես չեմ տեսնում։ Իսկ ընդդիմադիր այդ բևեռները, պարոն Սուրենյանց, ինչ եք կարծում վարչապետի թեկնածուի շուրջ կկարողանան համաձայնության գալ։ Բանը ձև կա, մենք հեծանիվ չպետք է հորինենք, այսինքն բոլոր այս դեպքերում ոնց է լինում, երբ որ ընդդիմադիր ամենաշատ ձայներ ստացած ուժը իր տեխնացուին առաջարկում է եւ մյուսները կոնսոլիդացվում են այդ տեխնացուի շուրջ, դա դասական մեխանիզմ է, արեմության ժողովրդավարությունից եկող, չեմ կարծում, որ մենք նոր հեծանիվ հորինելու անհրաժեշտություն ունենք։ Իսկ երբ որ երկրորդ նախագահը երկրորդ փուլի մասին էր խոսում, տպավորություն չունեք, որ օրինակ կոնսոլիդացիայի խնդիր կարող է լինել։ Այդ նույն տրամաբանությամբ կոնսոլիդացվում են, երկրորդ տեղը արդյունքն ընդդիմությունում առաջի տեղ գրաված ուժի շուրջ, շատ տարբեր չի մեխանիզմը այստեղ։ Գաղափարական առումով, այսինքն խնդիր։ Գիտեք, Գյումրիում էլ շատ տարբեր գաղափարական քաղաքական ուժեր էին, բնավորություններն էլ նույնիսկ այնտեղ մի հայտնի թշնամանք կար, հիշում եք երևի, բայց դա չխանգարեց, որպեսզի գլոբալ խնդրի շուրջ կոնսենսուսը ձևավորվի։ Այսինքն կարծում եք, որ սա ճանապարհ է իշխանափոխության։ Ուրիշ ճանապարհ քաղաքականության մեջ չկա։ Եթե ուզում ես իշխանափոխություն, վաղուց դեմոկրատիան իր գործիքները ստեղծել է։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։